ես գալիս, հնգշությամբ, գինով, հավատով լեցուն, ամենքն ամենուր քեզ տուրք ենք տալիս, ամբարած քո մեջ սեր ու լիություն, երկի խնդության ծով ալիքներում չենք զգում հին ես, թե նոր ես սիրավ, միայն երբ փոքրիկ թերթիկն ենք պոպում, զգում ենք որքան կյանքի ենք ծարավ։ Պետք չէ սիրելիս, զուր ես երդվում, առանց երդմանը դել ես հավատում եմ, որ հիմա օրդ մի դար է դեմ, որ փուշկարոտը քեզ ծվատում է, որ գիշերն իլուս չես քնում հաճախ, որ իմանուն ես կրկնում հաճախ, որ աղջկական քո մաքուր բարձին թեքված ես տեսնում մի տեր ու կարծիք, որ քեզ աշխարհում ոչինչ չի թվում, որ առանց սիրուս կյանքդ կորած է, որ գիտեմ ջանս զուր ես կրկնում, բայց գիտեմ եւ այն ինչ որ չգիտես, առաջին սերը, ինչպես որ հաց է, ինչ էլ որ անես, միշտ կուլ է գնում։ Վերջացավ, կյանքս մաշվեց, վերջացավ, ինչ հույս արի, փուչ ելավ, ինչ խնդրություն, վերջացավ։ Ինչքան ցավ եմ տեսել ես, նենք ու դով եմ տեսել ես, տարել ներել ու սիրել, վատը լավ եմ Մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ, մայրս այս մայր երկրի մեջ, արևի դեմ մի ճրակ, բայց արևի լույսի տակ, երբ ցավեր եք ինձ բերում, սրտիս մռայլն անհատակ, այն խեղճ ճրակն է ցրում, մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ, մայրս մի բուռ սրտիս մեջ, գիշեր ու զոր արեգակ։ Ետ աշխարհն եմ չափել, էլի մեծ է նա, մեծ էր ու անգին, արև աչքերի լույսն է թափել, լույսնակ դառնալով որ թոլորքից։ Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ, թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս։ Ախ, մայր, երգելուց ինչպես կշտանամ, մայրս պատկերն է մայր հայրենիքիս։ Ով արթնացրեց, երգեր ասում մեկնականից, այդպես անուշ քաղցրիկ էր, այդ ով երգեց, ով օրորեց, հովիկն էր, թե մայրիկը, քնած էի խաղաղ մուշ-մուշ, դեմքիս լուսնի մահիկը, այնով շպտաց ինձ երազում, լուսինն էր, թե մայրիկը, առավոտյան իմ այտերին մեղմիկ խաղաց շողիկը, ով համբուրեց, ով արթնացրեց, արևն էր, թե մայրիկը։
Ռաֆին քաջ ճանապարհորդ էր, պատրաստ դիմակայելու յուրաքանչյուր մարտահրավերի։ Մի օր նա գիշերում է մի տանը, որի տերը ցանկանում էր նրան կողոպտել։ Նա հարցնում է, ինչ կաներ, եթե մեզ վրա ավազակներ հարձակվեին։ Ռաֆին հասկանալով ամեն ինչ, ցույց է տալիս իր ատրճանակը եւ ասում, որ կդիմեր զենքի զորությանը։ Ավազակը հասկանում է, որ պետք չէ նրա հետ գործ բռնել։ Մանյանը որդագրել է եղանից փրկված 13 երեխայի։ Նրանց մեջ էր նաև խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Կարեն Դեմիրճյանի մայրը, Լուսինթակը, որի ընտանիքի սպանել էին իր աչքի առջև։ Փրկվել էին միայն ինքն ու քույրը։ Արդեն մանկատանը Լուսինթակը կորցնում է նաև քրոջը։ Նրա համար ծնող է դառնում Թումանյանը, ընտանիք, անասախցիկինն ու երեխաները։ Լուսինթակի հետագա ողջ կյանքում ամենալուսավոր հուշ է մնում Թումանյանը։